խոսում էր եւ իրոք այդ հիվանդանոցի մասին է գիտեք որ երբ որ մարդ մի քիչ վատ ազգում իրան Знаете, когда брат Феликс говорил о больнице, и когда человек себя как-то не очень чувствует, մի անգամից մտքով ինքը տանում է իրան գերեզման он сразу мыслями себя ведет в могилу. Բայց ես ինչ հիվանդություն կապավ, հեսա կմեռնեմ ու պատկերացնում եմ, որ ինքը արդեն մեռել է, իր հարազատները լացում են եւ մտածում եմ, բա ինչ են անելու առանց ինձ Говорит, что за болезнь ко мне пристала, сейчас я умру, представляет, что он умрет, его в могилу уложат, и что будут его родственники делать без него. Իսկ ինչու այդ նույն մարդը, որը հավատացյալ է, Почему тот же человек, который есть верующий, չի մտածում, որ հանկարծ նույնիսկ եթե մեռնի է, не думает, что даже если и умрет, երկնքում ալիներ окажется на небесах. Եվ բոլորը փառք է տալ Աստծուն, որ ինքը երկնքի է։ И все будут славить, что он славит Господа, что он оказался на небесах. Մի քրոջ հարցնում են, Одной сестре спрашивают, որը ցավերի մեջ է։ которая находилась Ամեն օր ցավ է։ каждый день переживала сильные боли Մաննական հիվանդության պատճառով։ из-за телесных болезней. Ասում են ո՞նց է։ Спрашивают, как ты? Նա պատասխանում է։ Она отвечает. Ասում է հարությունը ամեն բան կուղի։ Она отвечает, что воскресенье все исправит. Ամեն։ Մենք պիտի այդ մտածելակերպ ունենանք, ինչպես հավատացյալներ։ Мы должны иметь такое мышление, как верующие. Եվ որ մենք հարություն առնենք Հիսուսի հետ, Когда мы воскреснем с Иисусом, բացարձակ ոչ մի խնդիր չենք ունենա։ абсолютно никаких проблем у нас не будет. Սիրուն մազերով, սիրուն տեսքով, Здоровые волосами, высокие, երիտասարդ, молодые, առանց ցավերի, առանց խնդիրների, ամեն ինչ տեղը ունենա։ без болезней, без проблем, все будет окей. Եվ այսօր И сегодня խոսքի վերաբերյալ հետևյալն է։ слово называется так. Արժանի հիասթափություն կամ օրհնություն։ Достойно, Հիասթափություն, достойно разочарования Или или благословение։ благословения. Достойно разочарования или благословения. Մենք արժանի ենք այն սերմերի, որոնք ցանում ենք, Мы достойны тех семен, которые мы եւ ստանում ենք դրա արդյունքը։ и получаем результаты. Ավելի ճիշտ էսպես կլինի։ Մենք արժանի ենք այն պտուղների, որոնց սերմերը ցանում են։ Или можно сказать по-другому, мы достойны тех плодов, семена которых мы сеем. Եվ կխնդրեմ բացեք ձեզ այդ ծննդոց գիր, И попрошу, чтобы вы открыли книгу Бытие, 25-րդ գլուխ։ 29 Եվ глава, կգամ 15 համարից մինչև 25-րդ համար։ прочтем с 15 по 25 стих. Ծննդոց 29։ Бытие 29. Որտեղ որ գրված է Հակոբի պատմությունը, Հակոբի ճանաչումը։ Где написано об Иакове. Надеюсь, что вы его знаете. Ուրեմն Աբրահամ, Իսահակ եւ Авраам, Исаак и դուք ասեք։ Святисарий. Հակոբ, Иаков. այո, նախահայրեր, չէ՞, այսպես կոչված Աբրահամ, Իսահակ եւ Հակոբ։ Братья наши. Авраам, Исаак и Иаков. Հա, նաշելու։ Иаков. Այո, ամեն։ Եվ գրված է երբ որ Հակոբի մասին, երբ որ նա եկավ իր մոր եղբոր տուն, Написано, когда Иаков пришел в дом своего дяди. Լաբան անունով։ Именем Лабан. Հիշում եք այդ պատմությունը, թե կա մեկը որ չգիտի այդ Есть кто эту историю не знает? Լավ, ես մի քիչ կանդրադառնամ։ Իր հոր եւ մոր խորհուրդով գացել քերուտու, По совету матери и отца он приходит в дом дяди своего, որպեսզի ամուսնանա։ чтобы жениться. Եվ այստեղ 18-րդ համարից գրված է. И тут написано с 15 стиха. Ես արա կարդամ հետո դու։ Կամ էլ եթե ռուսերեն տեքստը քսեք, ապնու ձեր երբեք չի փոխարինի։ Դա։ Լաբանն ասաց Հակոբին. «Միթե դու որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձերի ծառայես։ Ասա ինձ ինչ է քո վարձքը»։ Ուրեմն նրանք պայմանավորվածություն են կնքում իրար հետ։ И Лаван сказал Якову: неужели ты даром будешь служить мне, потому что ты родственник?
Скажи мне, что заплатить тебе? И они договариваются между собой. Լավանը ուներ երկու աղջիկ, մեծի անունը Լիա, փոքրի անունը Ռաքել։ У Лавана же было две дочери, имя старшей Лия, имя младшей Рахиля. Լիա աչքերը տկար էր, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ էր։ Лия была слабо глазами, а Рахиль была красива стадом и красиво лицом. Հակոբ սիրեց Ռաքելին եւ ասաց. И Яков полюбил Рахиль и сказал: Քո փոքր աղջկա Ռաքելի համար 7 տարի կծառայենք։ Я буду служить тебе 7 лет за Рахиль, младшую дочь твою. Լավանն էլ ասաց ավելի լավ, որ ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու տամ նրան։ Բնակվի ինձ մոտ։ Лаван сказал: лучше отдать мне ее за тебя, нежели отдать ее за другого кого. Живи у меня. Հակոբը 7 տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրան նրա աչքին մի քանի օրի պես էին, որովհետև սիրում էր նրան։ И служил Яков за Рахиль 7 лет, и она показалась ему за несколько дней, потому что он любил ее. Հակոբ ասաց Լավանին, տուր իմ կնոջը, որպեսզի ես նրան մոտ մտնեմ։ И сказал Яков Лавану: дай жену мою, потому что мне уже исполнилось время, чтобы войти к ней. Լավանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց եւ խնջույք արեց։ Лаван созвал всех людей того места и сделал пир. Իսկ երեկոն նա վերցրեց իր Լիա աղջկան եւ բերեց նրան մոտ եւ Հակոբ նրան մոտ մտավ։ Вечером же взял дочь свою Лию и ввел к нему и пошел к ней. 25-րդ համար կարդանք անգամից։ Երբ առավոտ եղավ, տեսավ ահա նա Լիան էր։ Եվ Հակոբն ասաց Լավանին. Утром же оказалось, что это Лия, и сказал Лавану: Այս ինչ արեցիր դու ինձ, միթե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար։ Ինչու խաբեցին ինձ։ Լավանն ասեց. մեր երկրում այսպես չեն անում, որ փոքր աղջկան մեծից առաջ տա։ Утром же оказалось, что это Лия, и сказал Лавану: что это сделал ты со мной? Не за Рахиль я служил тебе, зачем ты обманул меня? Лаван сказал: в нашем месте так не делается, чтобы младшую выдать прежде старшей. Փառք Տիրոջը։ Слава Господу. Լավ պատմություն է, հետաքրքիր։ Хорошая, интересная история. Ուրեմն սկսենք նրանից, որ Լավանը առաջարկում է Հակոբին, ասում է դու ասա այն արժեքը ինչ ես պատրաստ տաս։ Начнем с того, что Лаван изначально спросил у Якова: сам скажи, что ты готов отдать. Պատկերացրու, եթե շատ մի սիրելի մի բան, եկեք ուրիշ ասեք, մեքենա կամ բնակարան, շատ հավանած քո մեքենան կամ քո հավանած բնակարան, երբ որ ուզում ես գնես եւ տանտերն ասում է, ասա խնդրեմ, ինչ ես պատրաստ վճռել։ Представь, что если ты хочешь купить какую-то машину или квартиру, и хозяин говорит: на что ты готов, чтобы я это продал тебе? Եվ դու ես գինը որոշում, ինչ պատրաստ ես վճարել, եւ ունես վճարել։ И ты определяешь цену и готов отдать, которую хочешь заплатить. Եվ Լավանը շատ ուրախ էր, И Лаван был очень рад, որ իր աղջկան Հակոբին էր տալու։ что свою дочь отдавал за Иакова. Որտեղ նախ բարեկամներ էին, Потому что, во-первых, они были родственниками, ճանաչում են նրա ծնողներին, знал родителей, գիտեր որ ապահովված ընտանիքից է։ знал, что с обеспеченной семьи. Ամեն ինչով իրան համար շատ ընտրություն էր, По շատ всем параметрам было очень выгодный выбор. վիճ։ Եվ ամենակարևորը այստեղ, И самое важное здесь, որ Հակոբը сիրում էր что Яков любил. եւ պատրաստ էր Ռաքելի համար։ И готов был за Рахиль столько служить. Եվ գրված է, որ 7 տարի իր համար միակ ընթացքում է։ И написано, что 7 лет для него прошли как мгновение. Որտեղ գրված է, որ սիրում էր Потому что написано, что он любил ее. Ռաքելին։ Խնդրում եմ ուղղակի ինձ հետ մի քիչ այսպես մտածել։ Прошу со мной немножко поразмыслить. 7 տարի մի տան մեջ բնակվում էր։ 7 лет в одном доме проживали. Ամեն օր տեսնել Ռաքելին։ Каждый день ее Լսում էր слышал, նրա ձայնը։ слушал ее голос.
նրա տեսքը տեսնում էր։ видел ее вид. Եվ հանկարծ И вдруг 7 տարի հետո через 7 лет նա ամուսնանում է он женится. եւ երբ որ առավոտը բացվում է, И утром, когда просыпается, բարձում է որ դա Ռաքել է, оказывается, что это не Рахиль, այլ Լիան։ а Лия. Եվ նա սկսում է Լավանի հետ վիճել։ И он начинает спорить с Лаваном. Ասում է ինչու դու ինձ խաբեցիր։ Говорит, почему ты меня обманул? Չէ որ ես ակնկալում էի, որ դու ինձ Ռաքելին կտաս որպես կին։ Я же ожидал, что ты мне отдашь Рахиль как жену. Իսկ Լավանի պատասխանը շատ հրաշալի պատասխան է։ А у Лавана оказался просто замечательный ответ. Ասում է այն ինչ որ դու մտածում ես, То, что ты думаешь, դա քո խնդիրն է։ это твои проблемы. Մենք ապրում ենք Мы живем ըստ մեր սովորությունների։ согласно нашим обычаям. Մեր սովորությունը այսպիսինն է։ Наши обычаи такие. Մենք չենք կարող փոքր աղջկան ամուսնացնել մեծին տուն։ Мы не можем младшего выдать, а старшего оставить дома. Եվ այսպես սիրելիներ, այսօր խոսքը հետևյալն է։ Итак, возлюбленные, сегодняшнее слово такое. Մենք միշտ արժան ենք Мы всегда достойны մեր լավաններին, наших Лаванов. որովհետև բոլորս կյանքում կան լավաններ։ Потому что в жизни каждый из Մենք нас, բոլորս ունենք լավաններ, мы каждый имеем Лаванов, որոնցից մենք խաբվում ենք։ от которых мы просто обманываем. Եվ ես զարմանում եմ, ինչու Հակոբը նրա հետ շարունակեց ընդել եւ վիճել եւ որպեսզի ստանան այն ինչ որ պայմանավորվել է։ Я удивляюсь, как Яков начал с ним продолжать спорить для того, чтобы получить то, что он хотел. Նա շատ Հիսուսը համաձայնեց իրար։ Он очень легко согласился. Եվ նոր պայմանագիր կնքեց։ И заключили новый договор. Նորից 7 տարի աշխատեց։ Еще 7 лет поработали. Կարծում եմ, այս մյուս 7 տարին այդքան հեշտ չէ։ Я думаю, что еще Что это? следующие 7 лет, как прежде, не были такие легкие. Եվ ինչու Հակոբը չվիճել, И почему Яков не стал спорить? որովհետև Հակոբն իմանացավ։ Потому что он одумал. Նա արժանացավ Он был достоин այն պտուղների, тех плодов, որը հենց ինքը ցանկել է։ которые он сам посеял. Հիշում եք ինչպես նա խաբեության փորձում էր հասնել իրար։ Помните, как он обманом пытался достичь своей цели. Եվ Աստվածաշունչը И Библия մեզ բացատրում է եւ սովորեցնում է, нам объясняет и учит нас. մի Գաղատացիս գրքի մեջ վեց Книга Галатам 6 глава. մի խաբվեք, Աստված ծաղր չի լինի։ Не обманывайтесь. Աստված Գաղատացիս 6:7-ից 8 С 7 по 8 стих. Не обманывайтесь, Бог поругай не бывает. Որտեղ մարդ ինչ որ սերման է, այն էլ կանանցի։ Что посеет человек, то и пожнет. Եվ Հակոբը հասկացավ, И Яков понял, որ ինչ սերմանել է, что то, что он посеял, հիմա հնձելու ժամանակն է։ сейчас время пришло уже пожать. Այո։ Եվ երբ որ մենք կարդում ենք Գաղատացիս գրքում, И когда мы читаем в книге Галатам խաբված ինչ որ խաբվածության մասին է խոսում։ о каком-то обмане, Սո մի խաբվեք, ինչ որ ցանես այն էլ կհնձես։ не обманывайтесь, то, что посеешь, то же и пожнешь. Երբ որ մենք հողագործությանը անդրադառնանք, Когда мы просто переходим к земледелию, եւ որևէ մեկը ինչ որ բան ցանած կա հողին։ кто-то вообще когда-нибудь сел в землю чего-то, Առնվազն հիմարություն կլինի։ было бы минимум глупостью. Եթե դու, ասեք, վարունգ ցանես, Если ты посеешь огурцы, բայց ակնկալես но будешь ожидать ինչ։ Ելա, խնձոր, ելա։ клубнику, яблоко. Շատ པարզ է բոլորիս համար, չէ՞։ Ոչ մեկը չի մտածում, որ կարող է ինչ-որ մի ուրիշ բան ցանել, բայց մի ուրիշ բան հավաքել։ Для нас это очень понятно, что мы не можем Բայց что-то երբ որ посеять, մենք что-то կարդում ենք հավաքել. 8-րդ համարը, 6-րդ գաղափար, Когда мы читаем следующий стих 6 главы 8 եւ стих, խոսում է հոգեվոր դաշտի մասին, и говорит о духовном поле, եւ ասում է իր մարմնի համար
Սերմանողը մարմնից ապականություն կհանձի, իսկ հոգու համար սերմանողը հոգուց հավիտենական կյանք կհանձի։ Сеющий в плоть свою плоть и пожнет тление, а сеющий в дух от духа пожнет жизнь вечную. Հաղորդության մեջ մենք դա հիմարություն ենք համարում։ Мы в земледелии это считаем глупостью. Բայց հոգևոր կյանքում Но в духовной жизни մենք դեռևս շարունակում ենք սերմել մեր մարմինների мы մեջ։ продолжаем сеять в наши телеса. Երբ որ հոգևոր կյանքի մեջ Когда в духовной жизни մենք դեռևս շարունակում ենք սերմանել մարմնի մեջ, мы еще продолжаем сеять, բայց չգիտես ինչու ակնկալում ենք, որ լավ պտուղներ պիտի քաղ։ почему-то ожидаем, что хорошие плоды должны собирать. Որովհետև մեր կյանքի մեջ Потому что в нашей жизни միշտ կլինելու են լավաններ, всегда будут лаваны, ովքեր մեզ մատուցանելու են այն ինչ որ մենք արժանի ենք։ которые будут нам подавать то, чему мы сами достойны. Եթե մեր կյանքում կան մարդիկ կամ ինչ որ իրադարձություններ, որոնք մեր կարծիքով ոչ արժանի են վերաբերում մեզ հետ։ Если в нашей жизни есть люди или события, которые, по нашему мнению, недостойны, чтобы с нами это случилось, Հիշեցեք, ընդհանրապես նրանք վարվում են քեզ հետ այնպես, ինչի դու արժանի ես։ просто вспомни, что ты они с тобой относятся так, к чему ты достоин. Յուրաքանչյուր սխալ Каждая ошибка իր արձագանքն է գտնելու մեր ապագայում։ найдет свой отклик в нашем будущем. Եթե չգտնի իր զղջումն ու ապաշխարությունը։ Если не найдет свое покаяние, то сожаление. Որովհետև մեր Աստված Потому что наш Бог միայն կարող է կանգնեցնել может только остановить այդ արձագանքը этот отклик. եւ նրա շնորհի արձագանքը գտնվել լինի մեր կյանքում։ И чтобы в нашей жизни мы нашли отклик Его благодати. Եթե գրված է առաջին Հովհաննես 2:10-ում, եթե մեկը աշխարհը սիրում է, В книге Иоанна 2:16 հոր սերը նրա մեջ չէ, դու կկարդաս։ Որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ապարտավորությունը հորից չէ, այլ աշխարհից։ Առաջին Հովհաննես Так. 2:16։ Ибо все, что в мире, похоть плоти, похоть очей и гордость житейская, не есть от Отца, но от мира сего. Եվ ինչ որ դու ցանում ես մարմնի մեջ, И все, что ты сеешь в свое тело, նա միշտ ծնելու ապականություն։ оно всегда тебя поведет просто к погибели. Մարմինը երբեք չի նպաստում մեր փրկության վրա։ Плоть никогда не содействует для нашего спасения. Просто это запомните. Որովհետև մարմինը ձևավորված է մեղքից։ Потому что плоть сформирована из греха. Գիտեք, եւ մարմնի ցանկությունները նույնպես ձևավորում են մեղք։ И пожелания плоти тоже формируют грех. Նա միայն կարող է տանել դեպի գերեզման։ Он может только нас повести в могилу. Նորից մարմինը Плоть. միայն ու միայն նրա գործունեությունը նա է, որ միայն կատարում է գերեզման։ Его деятельность только то, чтобы повести нас в могилу. Գիտեք, որ մարմնից ոչինչ երկրի չի գնալ։ Вы знаете, что из тела ничего на небеса не пойдет, не окажется. Կարծում եմ մենք բոլորս գիտենք։ Надеюсь, каждый это осознает. Եվ պատկերացրեք ձիարշավի ժամանակ И представьте, во время бегов չի կարելի խաղադրույք դնել нельзя поставить ставку հիվանդ ձիու վրա։ на больную лошадь. Հասկանում եք։ Понимаете? Ով կարա ձեզանից գնա ձիարշավի մասնակցելու եւ խաղադրույք կատարել մի ձիու վրա, որը կավի է կավի։ Кто из вас Կամ հիվանդ է։ Кто из вас может пойти в ипподром и поставить ставку на больную лошадь? Իսկ ինչու եք մենք մեր մարմինների մեջ ցանում։ Почему тогда мы сеем в нашу плоть, Եթե արդեն դատապարտված է գերեզման։ если уже осуждены на смерть? Ինչու եք կարևորում մարմինը մեր հոգուց։ Почему мы думаем, что наша плоть важнее, чем наш дух? Այստեղ շատ կարևոր է հասկանալ, ոչ թե ընդհանրապես պետք չէ մարմնի համար հոգ տալ։ Здесь важно понимать не то, что вообще не заботиться о плоти, Բայց կարևոր է հասկանալ, որ հոգին ավելին է, քան մարմինը։
но понять, что дух более, чем плоть. Եվ ավելի շատ մենք պետք է հոգատար լինենք մեր հոգու համար, И мы должны более печься о нашем духе, դուք է, քան մարմնի համար։ нежели о тебе. Եվ ավետարանը դա ոչ թե ուղղակի խորհուրդ է, И Библия это не просто совет, ավետարանը, Եվանգելիը։ Евангелие, не просто Ցավոք совет. սրտի մենք ավելի շատ դա խորհուրդ ենք ընդունում։ К сожалению, мы это более принимаем как за совет. Որ գիտեք խորհուրդը ինչպիսին է։ Знаете, в чем совет? Երբ որ քեզ մեկը խորհուրդ է տալիս, Когда кто-то тебе что-то դու советует, կարող ես ընդունել այդ խորհուրդը, կարող ես չընդունել։ ты можешь это принять или не принять. Ավետարանը դա լուր է, Евангелие դա это, նորություն է, это новость, որը դեռևս չի եղել, բայց հիմա դու լսում ես։ которой прежде не было, но ты уже слышишь. Եվ ավետարանը նորացում է, թարմացնում է մեր կյանքը։ И обновляет, Евангелие обновляет нашу жизнь. Եվ այն ինչ որ մինչև այսօր ինձ համար դա նորմալ սովորական երևույթ է, И то, что до этого для меня было как нормальное явление, այս օրվանից с этого дня ինձ համար դա նորմալ չէ։ это уже ненормально. Լավան ասա դու ստացար այն, Лаван говорит, ты получил ինչ որ то, մեր սովորությունն է։ что по нашему обычаю. Բայց Հակոբ ակնկալներ մեր ուրիշ։ Но Яков ожидал совсем другое. Սիրահարված 7 տարի սպասում էր իր սիրած յարին, 7 лет влюбленный ожидал свою любовь, բայց նա ստացավ մեկին, որին չէր սիրում։ но он получил ту, которую не любил. Մենք կարող ենք սա ամբողջ կյանքում սիրահարված, կարծենք սիրելով Աստծուն նույնիսկ, կարծենք որ ստանալու ենք մի օր երկնքի արքայությունը, Мы всю жизнь можем жить, ожидая, արժանանալու ենք։ что, любя Бога, можем думать, что мы получим Царство Небесное, Բայց երբ որ լույսը բացվի, но когда настанет рассвет, տեսես քո անկողնում լիան է։ вдруг увидишь, что в твоей постели лежит, Երբ ես խափված ես գա։ и почувствуешь себя обманутым. Ինչու՞։ Почему? Որովհետև մենք արժան ենք այն բաներին, ինչ որ մենք կանք։ Потому что мы достойны тому, какими мы Ինչ есть. ցանում ես, այն հնձելու ես։ То, что посеешь, ты и пожнешь. Եթե մարմնիդ մեջ ես ցանում, չի կարելի ակնկալել հոգևոր արժեքներ։ Если сеешь в свою плоть, не можешь ожидать духовные ожидания. Սա շատ լուրջ հարց է։ Это очень серьезный вопрос. Ցավոք սրտի մենք շատերս К сожалению, многие из нас լուրջ չենք վերաբերում այդ ամեն к ինչի։ этому относимся не очень-то и серьезно. Գիտեք, լիան էլ իր հերթին ակնկալիքներ ուներ։ У них тоже были какие-то свои ожидания. Նա լավ գիտակցում էր, որ իր մուսին իրան չի սիրում։ Она полностью осознавала, что муж ее не любит. Շատ նկատելի է, թե նա ինչպես էր, երբ որ Ռաքելին էր որպես կին առավիլ տարի հետո, Очень ощутимо было, когда он ожидал Рахель через 7 лет. համաձայն եք, չէ՞ որ լինել ինչ որ մեկի հետ ամուսնացած եւ չսիրված, դա ահավոր է։ Вы понимаете, да, согласны, что это очень ужасно жить с кем-то, который тебя не любит. Եվ ընդհանրապես ովքեր մտածում են այդ բազմականության մասին, շատ հարցեր են տալիս։ И те, которые всегда думают о многоженстве, задают много вопросов. Աստվածաշնչում որտեղ որ գրված է շատ կանանց մասին, բազմականության մասին, В Библии, где написано о многоженстве, ամենտեղ խնդիրներ կա։ и здесь проблемы. Ամենտեղ, կարծեմ ամենտեղ խնդիրներ կա։ Везде какие-то Այստեղ էլ խնդիրներ կա։ Ապրիլություն, իրարություններ։ проблемы, ненависть, непринятие друг друга. Եվ լիան էլ ամեն անգամ երեխա ունենալով, И каждый раз Лия, имея детей, рожает детей, она тоже чего-то ожидает. ասում էր մի տղա ծնեցի, երևի Աստված իմ լեղությունը տեսավ։ Говорит, сына родила, и, наверное, Бог увидел мои мучения. Մյուսին բերել տղա ունենալով, մյուս տղային ունենալով ասում է, երևի Աստված իմ ձայնը լսեց։ Второго родила, подумала, что, может быть, Господь услышал мой голос. Եվ այդպես ամեն անգամ երեխա ծանելուց մտածում էր, որ հես իր ամուսինն իրան կսիրի։ И так каждый раз, рожая детей, она предполагала, что сейчас муж может быть изменится по отношению к ней. Բայց այդպես իր ամուսինն իրան չսիրեց։ Но так и муж ее не полюбил. Նա խափված էր։ Она была обманута. Բայց մի պահ կա, Но пришел момент, երբ որ Հուդային ծնեց, когда родила Иуду, 4 զավակին մի բան փոխվեց։ после 4-го ребенка что-то изменилось. Նա արդեն չէր ակնկալում, որ իր ամուսինն իրան կսիրի։
Она уже не ожидала, что муж будет любить. Նա ասում է այս անգամ Она сказала, на ես этот раз կգործանամ Տիրոջ։ я буду благодарна Господу. Գիտեք, այդ ժամանակը իրական ազատությունը գալիս մարդկանց։ Знаете, вот в это время приходит действительно свобода к человеку. Երբ որ մարդ դանդաղում է իր մարմնի մեջ ցանել։ Когда человек перестает сеять свою плоть Ես ասում եմ երկնքին նայել, ակնկալել երկնքին։ и смотрит на небеса и ожидает с небес. Եվ իր հոգին է բացում է հոգու մեջ ացանում երկնային սերմերը։ И открывает свой дух и сеет в дух свой семена. Իրանոց շատ բան է փոխվել։ И у нее очень много изменилось. Սիրելիներ, Возлюбленные, մենք պետք է հասկանանք ով ենք մենք։ мы должны осознать, кто мы. Եկ տարիներով պայքարում ենք, И мы годами просто боремся, որ մարդիկ գոնե եկեղեցի գան։ чтобы люди просто хотя бы пришли. Նկատել եք, որ տոն օրերին մարդիկ շատ են գալիս։ Вы замечали, что в празднике больше людей? Մի եղբայր ասում է այդ праздник այդ տոն օրերի եկող մարդկանց, գիտեք ինչ է նմանացնում։ Один раз, знаете, с чем связывает Сузанна сравнивает Алиевна. людей, которые приходят на эти праздники? Он сравнивает их с подводными лодками. Այսօր նրանք Սուզաննաների նման են։ Это они как подводные лодки. Որ մենք կարիք են ունենում ջրի երես։ Когда нуждаются, всплывают на воздух. Օդ բան, ասեք ուտելիքներ նստել նորից։ Воздух, еду, на Նորից սուզվելու է опять աշխարհի։ уйти в этот мир, погрузиться. Մենք Սուզաննաներ չենք։ Мы не подводные лодки. Մենք այս աշխարհի լույսն ենք։ Мы свет этого мира. Եվ սիրելիներ միշտ հիշեք, որ մենք մարմինը И возлюбленные, всегда помните, что наша плоть, լավ ժամանակ ունենք, քանի որ ժամանակ ունենք, ես մի քիչ դրա մասն եմ խոսում։ чуть-чуть еще об этом поговорим. Հետո մենք ունենք հաղորդան։ Ղուկաս 21-րդ գլուխ, Лука 21 глава. առաջին համարից մինչև 4 համարները։ Գրված է, որ Հիսուսը նայեց, տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին գցում, տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որը այդտեղ երկու լումա գցեց եւ ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին բոլորից ավելին գցեց, որովհետեւ նրանք բոլորը իրենց ավելցուկից գցեցին Աստծո ընծանանի մեջ, իսկ ասա իր չքավորությունից իր ամբողջ ապրուստը ինչ որ ուներ գցեց։ И взглянув же, он увидел богатых, клавших дары своей в сокровищницу. И увидел также и бедную вдову, положившую туда 2 лепты. И сказал, истинно говорю, что эта бедная вдова положила, больше всех положила. Ибо все от избытка своего положили в дар Богу, а она от скудости своей положила все пропитание свое, какое имела. Ուզում ձեր ուշադրությունը գրավել նրան, որ Աստված ուրիշ ձև է նայում։ Хочу, что ваше внимание обратить на то, что Бог по-другому смотрит. Բացի Հիսուսից, Кроме Иисуса, մնացած բոլորը նկատում էին հարուստների զոհերը։ все остальные замечали только дары богатых людей. Այդ կնոջ այդ երկու լուման աննկատ էր մնացել բոլորի համար։ Эти 2 лепты этой женщины, они были просто незамечаемы другими людьми. Բայց ոչ Հիսուսի համար։ Но не для Иисуса. Գիտեք ինչու։ Знаете почему? Ուզում պատկերացրեք։ Хочу, чтобы вы представили. Գրված է, որ հարուստները Написано, что իհարկե նրանք մեծ богатые, զոհաբերություն արեցին, они очень богаты, очень большие жертвоприношения. բայց ավելին իրանց համար արեցին։ Но более оставили для себя. Ինչա մարդ կուտակում իր համար։ Почему человек для себя всегда набирает? Ապագայի համար։ Для будущего. Շատ տեղեր Հիսուսը ասում է, հիշում եք այն մարդը, որ անգարները չէր եկում իր բարիքները տեղավոր ասում է, մեծ անգարներ կառուցեց, որպեսզի հիշում եք, այ ապագայի համար հոգ է տանում։ Помните историю, где один человек построил амбары для себя и сказал, для будущего построй более большие амбары. Իսկ այս կինը ինչ արեց։ Эта женщина что сделала? Գրված է իր ամբողջ ունեցվածքը ապրուստը ինչ ուներ զոհաբերել։ Написано, что все ее состояние, которое она имела, все пожертвовала. Իսկ բավը ինչ էր аնել այդ կին ապագայում։ А завтра И что чё она это должна делать? была делать? Что должна была кушать? Մենք չգիտենք այդ կինը բավը նույս օրը սովից մեռավ, չմեռավ։ Կարծում եմ, որ չմեռավ, Աստված փոքր կամ իր համար։ Мы не знаем, Հարցը սա что женщина умерла, не умерла. Я просто уверен, что она не умерла, потому что Бог позаботился о ней.
Սակայն ուզում եմ ձեզ հարցնեմ, ինչ սրտով մարդ կարող է տալ Աստծուն ամեն ինչ եւ չմտածել վաղվա արվա։ Просто хочу спросить, человек какое сердце должен иметь, чтобы все отдать ради Бога, не заботиться о завтрашнем дне? Միայն այն մարդը, Только тот человек, ով միայն իր հոգու մեջ է խաղում։ который сеет только в свой дух. Իսկ ով իր համար ավելի շատ պահում է ապագայի համար, А тот, кто более держит для себя, для своего իր մարմնի будущего, համար է պահում, держит для своей плоти, որ քիչ-քիչ ցանի իր մարմնի մեջ։ чтобы потихонечку сесть в эту плоть. Բայց ինքը չգիտեր իր մարմինը ինչքան դրա կարիք կունենա։ Но он просто не понимает, и его плоть, Не знаю. не знает, сколько его плоть будет в этом нуждаться. Ով գիտի։ Кто знает, Ինչքան մարմինը կլինի։ сколько будет существовать эта плоть. Ուրեմն երկու լուման Две лекты, հավիտենության համար ցանած посеяны для вечности, ավելի շատ արժեքավոր է, более ценны, քան աշխարհի այս բոլոր հարստությունները, որ ցանում են մեր մարմինը։ нежели все богатства, которые сеются для нашей плоти. Կարծում եմ ամեն ասելը լավ տեղ է։ Думаю, что здесь надо сказать аминь. Եվ մի փոքր հոգևոր քայլը И маленький духовный шаг հանուն Աստծո, հանուն երկնքի во имя Бога, во имя небес, Հիսուսի համար ավելի արժեքավոր է։ для Иисуса более ценно, Կան ամենամեծ բարեգործությունները, որ հիմնարկները, ես իմ ֆիրմաները անում են մարդկանց нежели գերազերով եւ самые большие добродетели, которые люди делают на фермах для этого мира. Քո կյանքի, քո իրավիճակների մեջ В твоей ситуации, в твоей մի жизни, փոքր քայլ Աստծո, հանուն Աստծո, один маленький шаг во имя ներելը, Господа, սիրելը, прощение, любовь, համբերելը терпение, ավելի արժեքավոր է։ более ценно, Կամ ամենագեղեցիկը քարոզները ստերել, нежели все красивое կամ ամենասիրուն երգերը։ или самые красивые песни со сцены. Թեկուզ 20, 30, 40 հազար մարդ լսարաններ ունեն։ Даже если имеете аудиторию 20-40 тысяч людей. Պատկերացնում եք։ Представляете? Եվ Հիսուսը նայում է, Иисус смотрит. ոչ թե նայում է բեմերի վրա կանգնած քարոզիչների, Смотрит не на проповедников, которые со сцен говорят, այլ նայում է դահլիճում нստած а смотрит մեկին, на одного, который сидит, որ միգուցե իր վերջի կոպեկներն է ծախսել եկել հասել։ который, может быть, потратил последние свои копейки, чтобы прийти сегодня в церковь. Հա? Կամ այսօր վերցրել է մի թանկ արժանքը, մի երկնքի մի խոսք եւ կիրառում է իր կյանքի։ Или взял какое-то драгоценное слово с небес и применяет в своей жизни. Ես ասում եմ ավելի հարուստ է։ Иисус говорит, он богаче, Ինք ավելի լավն է ինձ համար։ он лучше для меня. Փառք Տիրոջը։ Слава Господу. Մենք արժանի ենք, հիշեցեք։ Мы достойны, запомните, Այն պատողներին, тех плодов, որոնց ինչ որ ցանում ենք այդ դրանց պատողներին, արժանի։ тех семен, плодов тех семен, которые мы сеем. Եվ եթե հիասթափություն ենք ապրում, Если мы терпим разочарование, ինչպես Հակոբը, как я, որովհետև հատնացավ, նա 7 տարի սիրում էր, պատշաճ։ 7 лет, представляете, Որ այդ 7 տարի մի ատմթարթի նման թռավ։ как эти 7 лет прошли, как Շուրջը պահած թռավ գնաց։ с задержанием дыхания. Ես սպասում եմ, ես առավոտը վեր եկա, սիրած աղջկաս հետ մի հատ սուրճ խմեմ։ Утром представлял, что со своей девушкой на Վերա балконе կերում выпил հիասթափա։ кофе, вышел разочарованный. Եվ այդ սուրճն էլ իր գլխին սև դառնում։ И Եվ այդ օրն кофе ասել դա։ тоже ему поперек горла, Որովհետև հիասթափություն ա։ потому что он имел разочарование. Եվ նույնպես էլ մենք արժանի ենք մեր օգնություններին։ И также мы достойны нашего благословения. Ինչ եք ցանում եւ որտեղ եք ցանում սուրճն։ Что мы сеем? Մեր մարմինները ինչ եք ցանում։ Թե մեր հոգին մեջ։ Или в наш дух сеем. Դրա արդյունքը մենք ունենալու ենք։ Результат мы получим.